Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս պահին ես զրուցել եմ քաղաքական գործիչ Աննա Կոստանյանի հետ։ Շնորհակալ եմ Տիկին Կոստանյան մեր հավերն ընդունելու համար։ Տեսեք, նախընտրական տարի է, բոլորը պատրաստվում են 2026-ի ընտրություններին ու եթե արտահերթ որևէ բան տեղի չունենա, այն տեղի կունենա հունիսի 7-ին։ Եվ հետաքրքիր մի այսպես հանգստություն եմ տեսնում ընդդիմադիր դաշտում, որտեղ Նիկոլ Փաշինյանը պարտվելու է այդ ընտրություններում։ Մի բան ակնհայտ է, այո, Նիկոլ Փաշինյանը հանրային աջակցություն, այդպես ասած, չունի, վարչական ռեսուրսի հույսին մնացած մարդ է, պետական լծակները գործադրելու հույսին մնացած մարդ է, բայց կա մի շատ կարևոր հանգամանք, որը վերջին շաբաթներին ես անդադ փորձում դրա շուրջ քննարկում գեներացնել, ընդդիմադիր դաշտից դեռևս այդպես շատ արձագանքներ չկա։ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները Կայա Կալասը շաբաթներ առաջ էր հայտարարել, երեկ էլ վերահաստատեց իր հայտարարությունը եւ այլ բացահայտում արեց, որ փաստորեն Հայաստանի իշխանությունները դիմել են Եվրամիությանը աջակցություն ստանալու ակնկալիքով, որ իբրև թե այստեղ կա արտաքին միջամտություն սպասվող ընտրություններին եւ իրենք ակնկալում են այնպիսի աջակցություն, ինչպիսին տրվել է Մոլդովային։ Դա, եթե հայերեն թարգմանենք, Նիկոլ Փաշինյանը խնդրում է, որ իրեն իշխանության պահեն, որովհետև Մոլդովայում էլ Մայա Սանդուն չուներ Մոլդովայում բնակվող մոլդովացիների աջակցությունը մեծամասնության, բայց Եվրամիությունը պահեց որպես նախագահ իրեն։ Ինչպես եք դուք գնահատում այս հայտարարությունները։ Շատ ծիծաղալի է։ Գիտեք, որ մասը հատկապես, որ Եվրամիությանը, այսինքն ըստ էության, արտաքին քաղաքական մեծ միավորի Հայաստանը դիմում է, ընդ որում ինքնիշխանության մասին դրոշակներով առավոտից իրիկուն մեր դեմքին թափահարելով, որ մենք ինքնիշխան ենք, ավելի քան ինքնիշխան մենք երբեք չենք եղել ու դիմում են Եվրամիությանը աջակցություն խնդրելու, որ արտաքին ուժերից իրենց փրկեն։ Այսինքն դիմում են մեկ այլ արտաքին ուժի, չգիտես ինչ մտածածին, ինչ որ միֆային ուրիշ մի արտաքին ուժից Հայաստանը պահելու։ Ու ոչ ոք չկա, որ վրա հարց տա, այ եղբայր, մեզ գժի տեղ եք դրել։ Ու եթե դա օրինակ, չգիտեմ, լիներ Հայաստանի ներքին դիսկուրս, որ մենք պետք է մեր ինքնիշխանությունը պահենք, թույլ չտանք արտաքին ուժերի միջամտությունը, կասեինք լավ, հա, հանրային դիսկուրս է, հանրային օրակարգ է ստեղծել, փորձում է քաղաքացիներին այս կերպ իր կողմ պահի, բայց դու դիմում ես արտաքին մեծ քաղաքական միավորի, միությանը, որ քեզ օգնեն մեկ այլինից պաշտպանելու կամ չգիտեմ ինչ անելու համար, սա ու ընդ որում հետաքրքիր էր, երեք նկատեցի, որ Պապոյանը հայտարարում է, որ եթե ընտրությանու մոտավորապես եմ վերնում, որտեղ չեմ հիշում ձևակերպում հստակ, ասում է, եթե պետքա ընտրության հարց գնա Եվրոպայի, թե չգիտես ինչ արտաքին ուժերի, ես ընտրում եմ այո եվրոպական այդ մշակույթը բերենք, այսինքն այս մարդկանց քիմքին հաճո ճաշակները իրենք բերում են եւ փաթաթում են ժողովրդի վզին առանց հաշվի առնելու աշխարհաքաղաքական մեծ կոնֆիգուրացիաները, վերադասավորումները, որ այսօր տեղի են ունենում։ Իրենց ինչ դուր է գալի, մոտավորապես նույնն է, որ քո դուր եկած հագուստը գույնի եւ չգիտեմ ինչ որ ձևի պարտադրես կողքինի, դու ասես գիտես ինչ, սա լավն է, ճաշակով է, դու պիտի հագնես։ Այսինքն այս մակարդակի եւ այս որակի դիսկուրս է գնում։ Եվ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից տրվող պատասխանները, հա,
նույնիսկ արդեն չեն էլ թաքցնում, որ ինչ որ եվրոպական երկրներում տեղ ունեցած սցենարները իրենք պատրաստ են խոհանոցում նստել եւ արդեն կիրառել նաեւ Հայաստանի վրա։ Ես կարծում եմ, որ այստեղ ընդդիմությունը ահռելի անելիք ունի ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանի սահմաններից դուրս։ Այնպիսի երբեմն տպավորություն է ստացվում, որ այստեղ ընդդիմությունը ավելի շատ զբաղված է իրար միս կրծելով, քան տարբեր ուղղություններով աշխատանք տանելով։ Ես չեմ տիրապետում, օրինակ պարլամենտական ընդդիմության ներկայացուցիչները այդ տնային աշխատանքը անում են տարբեր նույն հենց եվրոպական կառույցների Եվրոպական կառույցները ներկայացուցիչներին չեն լսում Կալասին չայ։ Իհարկե լսում են, բայց եվրոպական այդ բարձրաստիճան պաշտոնյաներից անդին կան նաև եվրոպական տարբեր երկրների օրինակ ազգային թևեր, որոնք կարծում եմ ժամանակի ընթացքում Որոնց գլուխ են եւս Եվրոպայում բարձրացնելու։ արգելում են մասնակցել ընտրություններ, այսինքն Մարին Լեպենին ինչ որ օրինված գործով արգելեցին Դե մասնակցել այդտեղ մենակ առաջիկա Ֆրանսիան չի։ նախագահական ընտրություններին։ Հա։ Ռումինիայում ամենաշատ ձայներ ստացած մարդուն արգելեցին մասնակցել երկրորդ փուլին, չեղարկեցին դարպես երկրորդ փուլը, ասեցին դու ռուսական ազդեցության բան ես։ Օրբանը, որը իր ազգային օրակարգով իմ համար գուցե ընդունելի չի, այդ իր պրոթուրքականությունը, բայց իր ազգային օրակարգով է առաջնորդվում, արդեն մոտ է դիկտատոր հանելու բանին, հա, որ դիկտատոր համարեն իրեն։ Տեսեք, Այսինքն այդքանով այս ամեն ինչը չի Եվրամիությունը ինքը, չեղարկվում, հա? չի չեղարկվում, այդքանով հանդերձ այդ ամեն ինչը հաշվի առնելով հանդերձ չի չեղարկվում պրիմիտիվ աշխատանք տանելու մեծ նպատակը կամ չգիտեմ տնային աշխատանքը, որը որ բոլորը պետք է անենք։ Եթե այդ տրամաբանությամբ գնանք, ուրեմն պետք է ասենք լավ, այսօր Եվրոմիությունը կուռ աջակցություն է ցուցաբերում Փաշինյանին, եկեք գնանք տներով առաջիկա 10 տարիներին անելիք չունենք, որովհետև աջակցություն կա, չէ։ Այդ Չէ, իսկ աջակցությունը գուցե այսպես անեն Տիկին Կոստանյան, Եվրամիությանը հասկացնել, որ Փաշինյանի այս արարածների պատասխանատուն դուք եք լինելու։ իհարկե Մենք համարելու ենք, որ տնային աշխատանքը նաև Արցախը հենց այդ Եվրամիություն դուք եք հանձնել, որ այս մարդու խախտումը Այո։ դուք եք անում, Այո։ եւ երբ որ Հայաստանում երբևէ փոխվի իշխանություն, մենք այս ամեն ինչը հաշվի ենք առնելու։ Հիշելու ենք եւ Այո, պահանջելու Եվրամիության մի շարք կոնվենցիաներ, որ միացել ենք իբր ժողովրդավարության համար, դուրս ենք գալու, որովհետեւ դուք ժողովրդավարություն չեք ներկայացնում։ Այսինքն մենք ձեր ձեռքին տվել ենք գործիքներ, չէ՞, որ դուք Այո։ դատավոր իբրև թե հանդես գաք, բայց բացարձակ դուք դատավոր չեք, դուք այստեղ արդեն կոնկրետ քաղաքական միավորի աջակից եք հանդես գալի ԿՊ-ի Կայա Կալասը հայտարարեց, որ իրենք ԿՊ-ի կողմից են մասնակցել ընտրություններին։ Տեսեք, դարեր շարունակ բոլոր մեծ քաղաքական միավորները ստեղծվել, ձևավորվել եւ հետո քանդվել են ինչ որ սկզբունքների ամրագրմամբ, այդ սկզբունքների նաև տապալմամբ ու ոտնահարմամբ։ Հիմա նույնն էլ Եվրոմիությունը ստեղծվել է բարձր հումանիզմի, մարդկային արժեքների, այսպես մարդու իրավունքների պաշտպանության, ազգերի իրավունքի, ինքնորոշման իրավունքի ջատագովությամբ դրոշակակիրն էին, այդ բոլոր արժեքները այսպես կարելի է նաև պայմանական ասել պարտադրում էին նաև ոչ այնքան ժողովրդավար կամ ոչ ժողովրդավար երկրներին։ Այսօր Եվրոմիությունը ինքը կանգնած է հենց այդ քանդման կրիզիսի եզրին։ Ինչու՞, որովհետև իր իսկ դավանած արժեքները ինքը ոտնահարում է կիրառելով երկակի ստանդարտներ։ Եվ այդ երկակի ստանդարտները ոչ միայն Արցախի օկուպացիայով եւ էթնիկ զտմամբ եւ մեծ տեղահանությամբ չեն արտահայտվում։ Աշխարհի տարբեր տեղերում նույն Եվրոմիությունը խուլ եւ համր դերակատարությամբ ականատես է լինում, թե ինչպես են 100 հազարավոր մարդկանց ցեղասպանում։ Պաղեստինը նայեք, ամենաթարմ օրինակը, Պաղեստինում ինչ են արել, ինչպես կարողացան կասեցնել, ոչ մի կերպ թողեցին, մինչև մի տերորիստ պետությունը ցեղասպանեց, ավերակների վերածեց ամբողջ երկիրը, իսկ Եվրոմիության կողմից պարզապես հնչեցին լացակումած ցավակցական հեռագրեր ու արտահայտություններ։ Հիմա նույնը այստեղ է։ Այսինքն մեծ ակնկալիքներ ունենալ, որ մենք մեր տեղում նստած մեր բազկաթոռներին պիտի գոռանք եւ մեզ լսեն, չի լինելու։ Կա հետնաբեմում տարվելիք աշխատանք։ Ինչու եմ ասում Եվրոմիությունում, եվրոպական երկրներում
այդպես միանշանակ չի մոտեցումներ այն ինչ կատարում են, այնտեղ շատ ուշադիր հետևում են նաև Հայաստանում տեղի ունեցող process-ներին, ոչ միայն քաղաքական, այլ նաև հենց եկեղեցու դեմ տարվող եւ գնահատականներ են տրվում, պարզապես այսօր մեդիա ռոպագանդան այնպես է տարվում, որ դրանք լսելի չեն։ Եվ մեր աշխատանքը որպես քաղաքական գործիչներ պիտի կայանա նաև հենց սրանում, որ մենք էլ մեր հերթին կապ հաստատենք, ներկայացնենք օբյեկտիվ իրականությունը եւ ոչ թե պաշտոնական, ու երբեմն առիթներ եղել են տարբեր պաշտոնյաների հետ վերջին ամիսներին շփվելու, տպավորություն է ստեղծվել, որ այդ մարդկանց միակ մեդիա, այսպես ասենք, հոսքը, իրենք մեդիա հոսքը ստանում են օֆիցիալ տեղեկատվական կայքերից կամ Օրինակ, ես պաշտոնյաներից։ նայեցի վերջերս ԵԽՎ-ում էր կարծեմ, անդիմադիր падգամավորներ էլ կային։ Ես կարծում եմ, որ պետք է դադարել ԵԽՎ-ում, Եվրամիության հարթակներում, երբ հնարավորություն է լինում, դժգոհել Ադրբեջանից։ Դա անիմաստ զբաղմունք է։ Պետք է այդ հարթակներում, չէ, պետք է այդ հարթակներում դժգոհել հենց առաջին հերթին եվրոպական կառույցներից։ Որովհետև այն ինչ որ այստեղ տեղի է ունենում, եկեղեցու շուրջ դուք ասացիք, այդ ամեն ինչը վայելում է եվրոպական պետությունների աջակցությունը։ Ես հիշեցնեմ, որ սրբազանների ձերբակալությունից, կալանավորումից հետո Մակրոնը զանգահարեց Փաշինյանին, չէ, եւ հետո հայտարարությամբ հանդես եկավ, որ Հայաստանի ժողովրդավարությունը վտանգված է, ինքը աջակցում է այդ ժողովրդավարությանը։ Եվ երևի թե հերիք է, գիտեք, մենք խոսում ենք երկակի ստանդարտներից ու լավ ենք անում, բայց մենք էլ ենք երկակի ստանդարտներ կիրառում։ Քննադատում ենք Փաշինյանին, բայց չենք քննադատում իր գործողությունները աջակցող եվրոպական առաջնորդներին։ Ու խոսքը ձեր մասին չի, խոսքը Չէ, ընդդիմության ընդհանրապես ընդդիմությունն էլ կարծում եմ քննադատում է, սակայն երբեմն տեսնում ենք ինչ-որ փափուկ մոտեցումներ են փորձում դրսևորել, չգիտեմ ինչով է դա պայմանավորված, ինչից են վախենում, միգուցե վախենում են, որ վիզա չստանան տարբեր եվրոպական դեսպանատների կողմից, բայց կարծում եմ դա այսինքն այստեղ էլ դիվանագիտության հարցը, դիվանագիտորեն կարելի է մոտենալ, ոչ թե անատամությունը դիվանագիտության հետ պետք չէ խառնել, երբ որ դու դիվանագիտորեն ես մոտենում եւ կարողանում ես քո հստակ սկզբունքը ազգային շահը ներկայացնել, ոչ ոք քեզ դրա համար Եվրոպաներում չի կախելու կամ ասենք մուտքը արգելի կամ դռները փակի, ասի ես քո հետ չեմ խոսում, որտեվ դու քո ազգային, այսօր բոլորը ազգային շահից են խոսում, այդ թվում նաեւ եվրոպական տարբեր երկրները։ Ես կարծում եմ դա հանիրավի անտեղի ինչ որ վախվորածություն է։ Աշխատանքը տար, բայց նաև հստակ եղիր քո դիրքորոշումներին, այդ թվում նաև պետության հետ կապված քո այսպես ասենք սկզբունքներում։ Ինչ վերաբերում է այդ երկակի ստանդարտներին, այո, մեզ մոտ այդ երկակի ստանդարտները ընդդիմադիր երբեմն նաև կարելի է ասել այդքան ոչ ընդդիմադիր, այլ սատելիտ քաղաքական ուժերի կողմից է դրսևորվում, հատկապես նրանց, ովքեր որ պրոեվրոպական դիրքորոշումներ ունեին ու այսօր սկսում են էլի դաշտում լողալ, ինչ որ փորձել վերափոխել, ձևափոխել իրենց կեցվածքը դիրքորոշումները, հասկանալով, որ մոտ ապագայում ընտրություններն են։ Մենք տեղեկացանք, որ վերջերս փաստորեն ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը գնդապետի կոչում է ստացել, ադրբեջանական բանակում ըստ էության էական դերակատարում ունի։ Իշխանությունները մեզ համոզում են, որ խաղաղության տարաշրջանը բացվել է, որ Ադրբեջանի հետ կոնֆլիկտային իրավիճակ չկա։ Գիտեք, խաղաղությունը լավ բան է, վստահ եմ համաձայն եք այստեղ ինձ հետ։ Բայց խաղաղությունը, որպեսզի մենք հասկանանք, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում, մենք պիտի ուղերձներ տեսնենք, չէ՞, այսինքն լավ հասկանալի է, Ադրբեջանը մինչև 2020 թվականը չէր օկուպացրել Արցախը, Ադրբեջանը պարտվել էր առաջին պատերազմում եւ իրենց տրամաբանության մեջ, իրենց հասարակությանը ոգեշնչելու համար Ռամիլ Սաֆարովի կերպարը պետք էր եւ դա նշանակալի կերպար էր ադրբեջանցիների համար։ Եվ մինչև այդ ընդունելի չէր, բայց հասկանալի էր ինչու են այդ կերպարին պահում այդ քնած մարդուն կացնահարած մարդասպանին, որ ադրբեջանցիներին կոպիտ ասած դուխ տան, որ մենք լավ էլ դες մարդասպան ժողովուրդ ենք, խնդիր չկա։ Բայց երբ հիմա խաղաղությունը հաստատվել ու Ռամիլ Սաֆարովը շարունակում է կոչումներ ստանալ, դա մի բան է նշանակում, որ Ադրբեջանի օրակարգը չի փոխվել։ Երբ որ նման
առանցքային քարոզչական շեշտեմ որ քարոզչական կերպարի մասն է խոսքը, ոչ թե էական դեր ասելով նկատի չունեմ, որ բանակը գլխավորի կամ այսպես փայլուն զորահրամանատար, բայց էական քարոզչական դերակատարում ունեցող մարդուն շարունակում են առաջ մղել, դա նշանակում է, որ ուղղակի սա մեր օրակարգը չի փոխվել, մեր նպատակը էլի ձեզ սպանելն ու ոչնչացնելն է, բայց դե Փաշինյանը ձեզ այդտեղ ինչ է համոզում, դա արդեն ձեր խնդիրն է։ Հա, դե այդ առաջին այսինքն թիմի մեկ նպատակը էլի վախի տարածումն է, որ հայ ժողովրդի մոտ այդ վախի զգացողությունը, որ Ադրբեջանը կհարձակվի, կոչնչացնի, այլ Հայաստանը կվերցնի, բազմիցս ամենաբարձր մակարդակով ապացուցվել է եւ այդտեղ չեն թաքցնում։ Այստեղ այլ հարց է, թե Հայաստանի իշխանությունը եւ նրա հարակից պրոպագանդիստները ինչ նպատակ են հետապնդում առավոտից երեկո հայ ժողովրդի ուղեղը լցնելով, որ այ տեսեք մի քիչ հռետորաբանություն ամիսներ շարունակ վերջերս մի հարցազրույցի էի մասնակցում, առիթ եղավ այդպիսի եւ ուղիղ ասում եմ պրոպագանդիստների, որտեղ դրանց արած գործը ավելին չի, քան ադրբեջանական պրոպագանդան Հայաստանում արմատավորելը։ Եվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդիկ Ադրբեջանի հատուկ հանձնարարություններով դեսպաններն են Հայաստանում։ Տարեց մարդ հարգարժան, որը մասնագետ է իր ոլորտի, ասենք ես մեծ այսպես ուշադրությամբ միշտ իր կարծիքն եմ լսում սահմանազատման հետ կապված աշխատանքներում, քարտեզների վերլուծությունները, սովետական հետ սովետական, մին սովետական եւ այլն, ու այդ մարդը ասում է, այ ամիսներ շարունակ հռետորաբանության փոփոխություն է եղել։ Ընդամենը ժամեր հետո Ալիևը հերթական հայտարարությունն է անում։ Ես ուզում եմ հասկանալ այդ մարդկանց նպատակը որն է, ինչ են ուզում դրանով հասնել, ում ջրաղացին են ջուր լցնում, ուզում են իրոք այդ միամտությունը ունեն, եւ ես հեռու եմ, որ փորձառու մարդիկ հատկապես կարող են միամիտ գտնվել եւ հավատալ, որ ի վերջո Ադրբեջանի մոտ վերաբերմունք է փոխվելու։ Ոչ, նրանք ունեն ազգային նպատակներ։ Ընդ որում, եթե մենք նայում ենք 10 տարվա, 20 տարվա, 30 տարվա, շատ լավ, թող լինի ամենամաքսիմումը 50 տարվա կտրվածքով, նրանք 100-ից ավելի տարիների կտրվածքով են եւ նրանք թուրքական օրակարգն են առաջ տանում, թուրանական մեծ պետության օրակարգը եւ դա չեն թաքցնում։ Մեր հասարակության մոտ խոր անգրագիտություն է տիրում։ Եթե մենք կարողանայինք ունակ լինեինք, ես ինքս ինձ եմ այդ վերագրում, ես հեռու չեմ դնում, հեռու եմ այն մտքից, որ ամենավերին այդպես գիտելիքներին եմ տիրապետել կամ եմ տիրապետում, բայց մենք խոր անգրագիտության պայմաններում ենք մեծացել եւ չենք ճանաչել մեր թշնամուն։ Ընդ որում այն թշնամուն, որը ոչ վաղ անցյալում ցեղասպանական գործողություններ է իրականացրել հայ ժողովրդի հանդեպ։ Ընդամենը 30 տարվա կտրվածքով մենք նույնիսկ դա չունենք պատմական հիշողություն, չունենք ինստիտուցիոնալ հիշողություն, եւ եթե այդ ինստիտուցիոնալ հիշողությունը ունենար մեր պետությունը, ոչ թե ժողովուրդը, այլ պետությունը, մենք կմտածեինք 50-ից 100 եւ անդին տարիների կտրվածքով։ Ադրբեջանը անում է հակառակը, առանց վախենալու, ինքը ստեղծել է կեղծ նարատիվներ, ստեղծել է ուղիղ կառավարությանը եւ նախագահին ենթարկվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, որոնք ուղիղ նախագահի ցուցումով իրականացնում են գործունեություն իրենց հասարակությանը տրամադրել, ընդ որում այդ կազմակերպությունները ավելի շատ գործում են հայ հասարակության ուղեղը լվանալու վրա, վախը խորացնելու ավելի, քան իրենց ադրբեջանական հասարակության։ Եվ այսքանից հետո մեր Հայաստանում գտնվող այս, չգիտեմ, քաղաքասարակության ներկայացուցիչներ ասեմ, պրոպագանդիստներ ասեմ, մերձիշխանական խոսափողներ ասեմ, այս մարդկանց արածը պարզ հանցագործություն է հայ ժողովրդի հանդեպ։ Ուրիշ որակում չի կարելի տալ դրան։ Այստեղ հանցագործության անուն տվեցիք Փաշինյանին հիշեցի, հայտարարել էր, որ առաջարկում է Ադրբեջանին մենք հրաժարվենք Արցախի հայերի վերադարձի թեմայից, դուք հրաժարվեք Արևմտյան Ադրբեջանի ադրբեջանցիների վերադարձի թեմայից, սա չի կարելի այլ կերպ բնորոշել, քան հանցագործություն։ Այո։ Սա չի կարելի այլ կերպ բնորոշել, սա առերևույթ պետական դավաճանություն է, բացահայտ անթակույց։ Մարդը միջազգային ֆորմատ ունեցող 35 տարվա պատմություն ունեցող այս կոնֆլիկտը, որը հրահարվել է ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ ատելությամբ, սպանություններով, դրդված,
համեմատում է, հավասարեցնում է դրան մի գոյություն չունեցող կոնֆլիկտ եւ գոյություն չունեցող աշխարհագրական տեղանուն Արևմտյան Ադրբեջան Թեզի հետ ես կասեի Այո։ նույնիսկ։ Թեզ, որը մինչև Նիկոլ Փաշինյանի Գերմանիայում հնչեցնելը դա Ալիևի աշխատասենյակում ծնված եւ Ադրբեջանի սահմաններից ու թուրքական աշխարհից դուրս չեկացած թեզ էր։ Փաշինյանը գնաց Գերմանիայում դա բարձրացրեց։ Ահա կա Արևմտյան Ադրբեջան, մենք առաջարկում ենք դուք հրաժարվեք Արևմտյան Ադրբեջանից, մենք հրաժարվենք Արցախից մի ձևակերպան լեռնային։ Ին շատ հետաքրքիր է եւ երբեմն զավեշտալի, որ Փաշինյանի հիշողությունը այնքան կարճ է կամ նույնիսկ հիշողությունը չի այս պարագայում, որովհետեւ վստահ եմ ինքը շատ լավ հիշում է երբ ինչ հայտարարություններ է արել, պարզապես ինքը իր մանիպուլյացիաների մեջ այնքան է խճճվել, այնքան է ստեր փչել, որ արդեն չի հիշում երբ, այսքան կարճ ժամանակահատվածում որտեղ ինչ է հայտարարել։ Ուրեմն այդ համեմատությունը եւ զուգահեռները տանելը մեծագույն հիմարություն է։ Ինչու, որովհետեւ լավ Արցախի հարցը համարեցիք այլևս փակված, համատեղ ջանքերով լուծարեցիք ԵԱԿ Մինսկի հանձնախումբը, որը այդ կոնֆլիկտի համար էր ստեղծվել, փակեցիք թեման, այսինքն դա այլևս օրակարգում չէ։ Հիմա նորից դիվանի տակից հանում ես դնում ես սեղանին ու զուգահեռ ես տանում մի թեզի հետ, մի նարատիվի հետ, որը ստեղծվել է Ադրբեջանի նախագահի գրպանում, դա սկսում ես պրոպագանդել, դարձնել օրակարգային հարց, որ ինչ անես։ Վերջերս ով էր, չեմ հիշում, ասեց, եթե Փաշինյանը լիներ գործակալ, ադրբեջանական, եթե չի իհարկե, որովհետև իր բոլոր գործողությունները հուշում են հենց դրա մասին, նա կաներ հենց այնպես, ինչպես որ անում է Փաշինյանը։ Սկսած հռետորաբանությունից վերջացրած իր քայլերով եւ նպատակներով։ Ու ամենավատը այստեղ այն է, որ հանրային կոմունիկացիան գործակալի գրիտ բանով ոնց էին ասում, տակտիկա տեխնիկական բնութագիր ունեցող մեկը Հայաստանի վարչապետն է։ Այո։ Ընդ որում ամենավատը այն է, որ այս բոլոր խոսակցությունները, որ տարվում են Փաշինյանի կողմից, թե դրսում, թե ներսում, հանրային ճիշտ համակարգված կոմունիկացիայով հնարավոր չի լինում հայությանը հասցնել։ Ինչն է խնդիրը, չեմ կարողանում առայժմ հասկանալ, դե պարզ է ամբողջ այսպես ասենք ռեսուրսը իրենց ձեռքում է, հարյուրավոր ֆեյք, չգիտեմ, ինչ զանգվածային լրատվության միջոցներ են ստեղծել, որոնք տարածում են այդ սրտիկ գրկիկների օրակարգը, որ առավոտից երեկո սիրում է հայ ժողովրդին գրկում եւ խոնարհվում է, եւ այն մյուս ամենակարևորագույն հարցերը, դավաճանական խնդիրները, որը ամեն աստծո օր արվում է այս մարդու կողմից, դա չի ստացվում։ Ձախողում ենք մենք այդ կոմունիկացիան ճիշտ է, որ հասկանալի է։ Ես պատճառները գիտեմ ինչու չի ստացվում, որովհետև ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր որևէ խումբ, կուսակցություն կլինի, ոչ կուսակցական, չունի մարտավարություն, չունի ռազմավարություն, չունի պլան, այսինքն A կետից B կետ են գնում, նախ որն է A կետը, որն է B կետը, որ պիտի հասնենք եւ ինչպես ենք հասնում։ Ինչ ռեսուրսներ կան դրա համար, նյութական, մարդկային, հա, մտավոր եւ այսպես կարելի է համատեղել այսինքն այս ամեն ինչը ես Նիկոլ Փաշինյանը նու պարզը սա այլ Փաշինյանը չի, սա Հայաստանի բոլոր իշխանություններն են ունեցել ռեսուրս պլանավորման բան, գոնե իշխանության պահպանման համար, բայց Փաշինյանը բացի իշխանության պահպանման պլանից ունի նաև աշխարհակաղակական կոնկրետ ծրագիր, որը իրականացնում է, դա արդեն իրեն տվել են, պարզը իր հեղինակածը չի, բայց սա է առավելությունը, որ ի տարբերություն իրեն ընդդիմությունը չունի այդ պլանը։ Ես ավելին ասեմ, իմ համոզմամբ ընդդիմության ենթադրյալ աշխարհակաղակական գործընկերն էլ չունի պլան եւ չունի ռազմավարություն այս խնդիրների վերաբերյալ։ Կարծում եմ նույնիսկ տպավորությունն է, որ չեն էլ ուզում ունենալ։ Ես չգիտեմ ուզում են թե չէ, այո, կարող եմ համաձայնել ձեզ հետ, բայց այն որ չունեն դա ակնհայտ է։ Այսինքն եթե մարդը քաղաքական ուժը
քաղաքական ուժերը իրենց դիրքավորել են զուտ որպես արձագանքող, պետք է սպասեն Փաշինյանը ինչ անում է, արձագանքի են։ Համապատրաստից ընդ որում ըստ իրավիճակի ու ասեմ ձեզ, երբեմն նույն քաղաքական գործիչները շատ մեղադրում են հասարակությանը, որ անարձագանք է թողնում, անտարբեր է, հող հանձնվեց, այդքան մարդիկ տեղահանվեցին, մարդիկ հոգնած ու զզված են, այո, որովհետև կազմակերպվածություն չեն տեսնում, եթե քաղաքական գործիչները ակնկալում են, որ հասարակության տարբեր անդամներ, ընդհանրապես ժողովուրդը այսպես հավաքական ձևով ինքնաբուխ պիտի դուրս գա ինչ-որ բան փոխի, չի լինելու այդպես։ Ես դատապարտում եմ ժողովրդին մեղադրող քաղաքական գործիչներին։ Ճիշտ եք անում, ես էլ միանում եմ այդ հատկապես որ նայում ենք մեր ընդդիմադիր դաշտին, իհարկե, քանի որ ձեզ հետ եմ զրուցել, ես չեմ ուզենա անուն տալ, բայց երբ որ լավ, եկեք ժողովրդի դիրքից նայենք։ Ժողովուրդը նայում է կա իշխանություն, որ ինչ որ թուրքական բաներով է զբաղված, կանաչի է ծախում։ Եվ նայում է ընդդիմություն, դիցուք որ ընդդիմության մեջ կա ուժ, որը լռում է, կա ուժ, որը իրան սրբի տեղ է ներկայացնում լինելով նախորդ կառավարության ներկայացուցիչ կամ առաջին դեմք, ասում են դե նախկինում սրբեր էին միայն իշխանության ղեկին, այս բանը պիղծը եկավ փչացրեց, բայց թե ով բերեց, ոնց եկավ, ով էր պահում, լավ լիներ ու Վահան Հովհաննիսյանն էր ասում, չէ, թե ամեն ինչ այդքան լավ էր, ինչ այդքան վատ։ Հա, փաստորեն Վահան Հովհաննիսյանն էր ասել։ Այո, Վահան Հովհաննիսյանի հայտնի խորհրդանի այդ ելույթից էր, որտեղ ինքը դալաններում ծեծվելու մասին էր ասում, երիցս ճիշտ էր ինքը։ Առանց այդ անձերին, միայն այդ հիշատակվող անձերի մասին, խոսքը նախորդ քաղաքական համակարգը ոտից գլուխ է։ Եվ լավ, ժողովուրդը ասում է լավ, երևի կգա մի հատ երրորդ ուժ, տեսնենք էլի մի հատ գալիս է երրորդ ուժ, որը ասում է ես հավաքում եմ վարչապետ լինելու, հələ նախկիններ մի կողմ քաշվեք, ներկաներ տվեք, իշխանությունը ասում է Որ մի երրորդ մենք մեր օկուպացված հողերը հետ կբերենք կանվանակոչենք Թրամփի անունով, մեկ էլ Մելանի։ Դե լավ, ժողովուրդը ո՞նց է օպոզիցիային լսի։ Ժողովուրդը ո՞նց չասի, լավ խելագար է, այսինքն եթե դուք պատկերացնում եք որ ինչ որ տարածք, որը Ադրբեջանը գրավել է, օկուպացրել է, կարող եք ինչ որ մեկի անունով դնելով հետ բերել, ուրեմն դուք ընդհանրապես կապ չունեք այս 21-րդ դարի հետ եւ աշխարհում կատարվող։ Հիմա սա լուրջ էր, այդ արտահայտությունները, որ անում արվել է քաղաքական վարչապետի հավակնություններ ունեցող քաղաքական թիմի ղեկավարի անունից։ Ամեն ինչ օրինաչափ։ Եվ վերջում էլ ինչ ալ, ասում իրենց մենք իշխանության եկանք, դա ուրեմն ջերմուկի սարերը դնելու ենք Մելանիայի անունով, իսկ Սևլիճը Թրամփի, Դոնալդ Թրամփի անունով, ու դե թո Ալիև իր հալը տեսնի դրանից հետո իր օկուպացիայի տակից դուրս գա։ Դե իրոք շատ դուք քաղաքացի եք։ Մենք ապրում ենք մի գյուղում, ապրում ենք քաղաքում, ծայրամասում, չգիտեմ, կենտրոնում, լսում ենք ընդդիմադիր առաջնորդներից մեկը իրեն այդպես ներկայացող։ Սենց առաջարկ անում, չենք ասի, կարող է լավ Նիկոլը մնա, որովհետև գոնե սա բացահայտ հիմարություններ չի ասում, թուրքական բաներ է ասում, բայց ապուշություն չի, էլի։ Դա ցինիզմ է սա, երկու բան կարա նշանակի, որ կամ այս մարդիկ տառապում են քաղաքական մանկամտությամբ, կամ պարզապես ծաղրում են ժողովրդին, այսինքն այնքան են թերագնահատում ժողովրդի մտավոր ունակությունները, մտածելու, վերլուծելու, ընտրելու կարողությունները, որ պարզապես բացահայտ ձևով ծաղրում են եւ սա անթույլատրելի է եւ կարծում եմ ճիշտ կլինի, որ ընտրական փուլում, նախընտրական փուլում մարդիկ, ովքեր որ լսել հասկացել են, որ իրենց ծաղրի են ենթարկում, իրենց գնահատականը արդեն քվեների միջոցով տան։ Բայց երբեմն էլ մի քիչ այսպես ասենք հուսալքվում եւ հիասթափվում են, որովհետեւ տարբեր քաղաքական գործիչներ, ովքեր ունեն քաղաքական հետագիծ, ընդ որում այդ հետագիծը ոչ այնքան դրական հիշողությունները արտնացնում, այսօր դիրքավորվելով որպես թունդ ընդդիմադիրներ, այնուամենայնիվ կարողանում են հասարակության ինչ-որ մի հատվածին աչքերը փակել։ Ու այդ մարդիկ, ընդ որում շատ հետաքրքիր է, որ ովքեր որ քննադատում էին ոչ վաղ անցյալում քաղաքական նման սուբյեկտներին, այսօր ասում են, բայց ճիշտ բան է ասում։ Այս էլ է մի քիչ հիասթափեցնող, որովհետև մտածում ես, այսինքն քաղաքական գործչին ո՞նց ես գնահատում, որն է այն կրիտերիան կամ կրիտերիաների մի համախումբը, որի հիման վրա կարողանում ես գնահատական տալ եւ ասել լավ արել թե վատ արել։
նրա խոսքի եւ գործերի հիման վրա։ Համադրությամբ։ Եվ չի կարելի, այո, համադրությամբ եւ չի կարելի մոռանալ։ Այդ Հայաստանում հիշողությունը դարձել շատ մեծ խնդիր է։ քաղաքական հիշողության Քաղաքական մասին խոսքը շատ հիշողությունը, ճիշտ եք ասում։ Հայաստանում քաղաքական հիշողությունը այնքան պրոբլեմա ինձ թվում է այլց գեմերը էին ասում, ինչ էին ասում։ Ալցհեյմեր, հա։ Այո, այդ հիվանդությամբ է տարապում մեր քաղաքական դաշտը, որովհետև երեք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծոցում գտնվող դուրս եկող, այսօր ասում մենք Փաշինյանը մատաղ ուտելու անգամ չեն գնա, ասում են լավ, երեք մատաղ ուտելու չէ, բայց ուրիշ գործերով եք զբաղված, Արցախ եք հանձնում, գործարքներ եք անում։ Մյուս կողմից նայում ես նախորդ իշխանության կառավարության մաս կազմող, ասում են նախկիններին վերադարձ պետք է լինի, ասում ես, հա ախպեր ջան, էլի չլինի, բա դու ինչ ես անում այստեղ, հա։ Այս իրավիճակը, ասենք, նայում ես ամբողջ կյանքում պրոռուս աշխատած մարդը ասում է մենք պիտի արևմուտքի հետ մեր ճակատագիրը բանանենք, կապենք։ Նայում ես Պրոեվրոպական Խզմալյանին հանրայինի միցինգներ անում, որ հանրայինից մեռավ ես։ Մի խոսքով խառն է մեր քաղաքական շատ խառն է։ Ես կարծում եմ ուղղակի դեռևս adekvatությունը չկորցրած մարդիկ եւ adekvat ու հեռանկարային քաղաքական գործիչները այլևս պետք է դադարեցնեն այդ նախկին ներկա օրակարգը, fake օրակարգը, որը փաթաթել են մեր վզին առաջ տանելուց, որովհետեւ եթե մենք սկսենք մեծ լյուստրացիա, ոչ մի ներկա չի գտնվի ամբողջ քաղաքական դաշտում, կպարզվի բոլորը նախկին են ու ընդհանրապես օրորոցում գտնվող նորածիններին պետք է բերեն քաղաքական դաշտ, որ լինի մաքուր ներկաներ։ Այսինքն այդ fake օրակարգից պետք է դուրս գալ եւ ծրագիր ներկայացնել։ Ինչ եք առաջարկում Նիկոլ Փաշինյանին հակակշիռ։ Նայ, այդ օրակարգը համաձայն եմ, պետք է հրաժարվել, բայց այստեղ մի խնդիր կա, այս նաև լսում եմ խորհրդանական լսումների ժամանակ իշխանը Սաղաթելյան դրա մասին խոսեց, որ վերջերս նաև գրառում էր արել դրա մասին, որ պետք է ընդդիմադիր ուժերը միմյանց չքննադատեն կամ չթիրախավորեն, ասես բանով էր ասված, հա։ Այստեղ հետաքրքիր բան է, քանի որ ընդդիմադիր ուժերի զգալի մասը նախկինում իշխանություն են եղել, ինչ են իրենք անում, նայ, մեր պետությունը հայտնվել է շատ դժվարին ճգնաժամային իրավիճակում եւ այո, հիմա պետք է համախմբում։ Բայց երբ որ այդ համախմբման ֆոնին նախկինում պաշտոն զբաղացրածները փորձում են իրենց սրբադասել ու ասել, ես ինչ անշնորհակալ ժողովուրդ էր մեզ չսիրեց Նիկոլին, դա անընդունելի է, հա։ Երբ որ երեք հենց խոսում էի նախորդ իշխանության ժամանակ կին քաղբանտարկյալ Անի Հովհաննիսյանի հետ քննարկում ունենք եւ մենք էլ ենք այս թեմայի մասին խոսում եւ ես ասում լավ, ճիշտ ես ասում Անի ջան, բայց եթե օրինակ գա մի նախորդ ինք ասում եմ մի կողմ եմ դրել նախկինում այդ եղածը հանուն մեր պետության հանուն այս իրավիճակից դուրս ասում լավ, ընդունում եմ քո ասած, բայց եթե որևէ նախորդ իշխանության մաս կազմած մարդ չէ, գա ասի, որ արի համախմբվենք, բայց միևնույն ժամանակ չընդունի, որ քո նկատմամբ հետապնդում ա եղել եւ ապօրինի ա եղել եւ անարդար ա եղել։ Այդ չպարզ է, չես միանա։ Հիմա նույնն էլ հասարակություն, երբ որ ասում են ընտրակաշարք չի եղել, ընտրակեղծիքներ չեն եղել, օլիգարխներ չեն եղել ընդհանրապես, չգիտեմ, թալանտ չի եղել, պետական միջոցների մսխում չի եղել։ Բա որ չի եղել Նիկոլը որտեղից ծնվեց։ Այլ 100,000-ավոր մարդիկ ասում են ախպեր, բայց մենք ապրել ենք, չէ՞, այս երկրում։ Եթե ստախոսների մրցույթ է, այդ մրցույթում լավագույն տեղը Նիկոլ Փաշինյանն է զբաղեցնում։ Այո։ Պետք է հասկանալ, իհարկե համախմբում պետք է, իհարկե պետք է ինչ որ ճակատ կազմի, բայց հանուն որ օրակարգի։ Այստեղ կարծում եմ ինչ պիտի անեն այսպես կոչված պայմանական նախկին քաղաքական ուժերը, հատկապես նրանք, որ տարբեր տարիներին կառավարության անդամներ են եղել, իսկ հիմա էլ ակտիվ քաղաքականության մեջ են, պետք է պարզապես համարձակություն դրսևորեն եւ խոստովանեն ժողովրդի առջև իրենց սխալները։ Դա լավագույն, այսինքն մեր եկեղեցում այդ մեղքերի թողության Աստծոց ներում խնդրելու ավանդույթը կամ բարոյական լինի, հոգևոր լինի, դա կա, այսինքն նույնիսկ մենք առանց եկեղեցի գնալու ասում ենք Աստված ջան ների։ Ներում խնդրելը դա վատ բան չի, ներում խնդրել ժողովրդից առավել եւս վատ բան չի, պետք է համարձակություն ունենալ եւ ընդունել սեփական մեղքերը եւ ասել այո,
մենք թույլ ենք տվել բազմաթիվ խնդիրներ, որովհետև եթե թույլ տված չլինեինք, այսօր շատ պարզ բանաձև է, եթե չլինեին խնդիրները, չէր լինի Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Թույլ եք Փաշինյանը տվել, դրա համար ծնվել է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ծնողը կոռուպցիան թալանն ու անարդարությունն Ընդ որում, ուրիշ այստեղ բան շատ ֆենոմենալ մի բան կա, որ անընդհատ, չգիտեմ, տարբեր ձևով մանիպուլացնում են, ասենք բազմիցս ապացուցվել է փաստերով եւ ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանի շուրջ պտտվող եւ չգիտեմ Փաշինյանի թիմի տարբեր անդամների անունների հետ կապված ադրբեջանական ծրագրերի մասնակցություն, թուրքական ծրագրերի մասնակցություն, այսինքն սրանք փաստեր են ակնհայտ այդ տարիներին եղած, որը ազգային անվտանգության խնդիր է եղել, ազգային անվտանգության բաց թողում է եղել եւ երկրի ղեկավարները այդ ժամանակ նշանակում է իրենց տեղում դերում չեն եղել, որ թույլ են տվել նման մարդիկ դառնան գործակալ ու գործեն Հայաստանի Հանրապետությանը դեմ, այդ հերիք չի մի հատ էլ գան եւ իշխանություն վերցնեն։ Հիմա օտար ուժեր էին, չգիտեմ, տարբեր ինչ որ սցենարներ են նկարագրում, մեզ նաև պարզ քաղաքացիներից դա բացարձակ չի հետաքրքրում։ Եղբայրներ եւ քույրեր եղել է ազգային անվտանգության մեծագույն բաց թողում։ Մարդիկ դարձել են գործակալներ, աշխատել են օտարների տված փողերով, Հայաստանի Հանրապետությունից ինֆորմացիա են դուրս անել ծրագրերի անունների տակ եւ նրանք մնացել են անպատիժ ու այսօր իշխանության են։ Ում բաց թողումն է դա իմ։ Ձեր Պարզ քաղաքացու։ Դուք պիտի դատվեք դրա համար։ Ես պատրաստ Արարատ եմ Միրզոյանին գնդակահարվել Հանրապետության հրապարակում։ Բայց ուրիշից հետո կոնե իրական գնդակահարվողները։ Շնորհակալ եմ Արգելյան, դա քեզ զրույցի համար։ Ես էլ Երևի թե այս տարվա վերջին հանդիպումը կլինի, բայց հուսանք 2026 թվականին ընդդիմությունը իրականում հաշվի կառն այն ինչի մասին մենք խոսում ենք, շատերն են խոսում իրականում եւ այդ նախընտրական process-ի մեջ կմտնեն նախ ծրագրով, երկրորդը ժողովրդի հետ անկեղծ խոսալու։ Շնորհակալ եմ։ Ես չեմ զրուցում եմ Աննա Կոստանյանի հետ, տեսություն կհանդիպենք։